Գտնում ենք 3104 տեղամասում, այստեղ դիտորդական աշխատանք է իրականացնում եւ նկատեցի, որ մի կին բավականին շահագրգռված է, թե ովքեր են գալիս մասնակցելու քվեարկության։ Կա ձեռքը ցուցակ համարակալած, բավականին մեծ ցուցակ, որը նկարած կա ինձ մոտ այս պահին, որտեղ ինքը նշումներ էր կատարում, այսինքն այն մարդուն, ով ճանաչում էր մարդկանց, գալիս բարևում էին, իրեն շփվում էին, ու ինքը դրանց նշումներ կատարում։ Նկարեցի ամեն ինչ իրականացրեցի, նոր հրավիրեցի բոլորի ուշադրությանը, խնդրելով հանձնարարել համապատասխան միջոցառումներ, որտեղ սա ընտրակեղծիք է, ընտրակեղծարություն, սա գաղտնիության խախտումը, սա ակնհայտ պլանավորած եւ որքանով նաեւ կա տեղեկատվություն, ասում են այդ կինը աշխատում է պոլիտիկան հիվանդանոցներից մեկում, փաստորեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձը նաև իր կոլեկտիվին էր միգուցե կարամ ենթադրեմ բերում ու վերահսկում էր թե կոլեկտիվները գալիս են քվեարկության թե ոչ։ Արձանագրելուց հետո բարձրաձայնելուց հետո միանգամից պատռեց եւ ես ոչինչ չեմ արել, ես ասում եմ ինչն է պատճառը, ինքը հենց ինքը անձամբ պատռեց, բայց նկարները կա բնականաբար եւ ես ասի ինչի համար պատռեցի, բայց պատռեցի որ դուք չտեսնեք դա իմ անձնական ցուցակն ակնհայտ է որ ընտրակեղծիք է, ոստիկանությունը ասում է արձանագրությունը արդեն բացել են խախտման, հիմա նաև արձանագրություն է կազմում հանձնաժողովը ու հուսանք մինչև վերջ կգնան, իրենք չգնան, մենք որ հաստատ հայացք։ Իսկ հանձնաժողովի նախագահը չէր ուզում արձանագրել։ Չէ, հանձնաժողովի նախագահը խնդիր չէր ուզել արձանագրելու խնդիր չենք ունեցել, ինքը արձանագրում էր, ուղղակի ոստիկանությունը բավականին ուշ արձագանքեց, մոտ 15-20 րոպե մենք սպասում ենք ոստիկանության աշխատակիցներին, մինչև տեսնում ենք բոլոր լիքն են ոստիկանները։ Այսինքն Այս սա էլ ակնհայտ ինչ-որ մի բանի էին սպասում, միգուցե հրանգ էին սպասում գալ գործողություն իրականացնել։ Այդ կինը ուղղակի քաղաքացի է, պրովենցիա։ Չէ, կինը քաղաքացիա, այն կինն էր, հենց քաղաքացիական պայմանների